ողջույններ բոլորիդ, կրկին Փարիզում եմ ու ինչպես միշտ հերթի մեջ եմ սպասում եմ ու հիմա կիմանաք թե ինչ ենք եկել փորձելու։ Եկել ենք փորձելու Cédric Grolet-ի հացաբուլկեղենի տեսականին։ Հուսով եմ ահագին բամանացած կլինի ու կկարողանանք բոլորից էլ փորձենք։ Վերջ ես արդեն գնեցի ինչ որ պետք էր, հարմարավետ տեղավորվեցի սրճարանում ու հիմա փորձելու ենք, նայեք ինչքան բան եմ գնել, ասեմ բոլոր տեսակի հացաբուլկեղենից կար եւ բոլորից էլ գնել եմ, այնպես որ սենց լրիվ ամբողջական համտեսում ա լինելու ու արդար իմ կարծիքն ասելու եմ։ Ինչպես տեսակ իրանք տոպրակի մեջ էին դրել, որովհետև շատ անձրևոտ եղանակ է դուրսը ու իրանք պաշտպանել էին, որպեսզի չթրջվի։ Ու տոպրակի մեծությունը նայեք, այնքան անհամբեր եմ, այնքան ուրախ եմ, չեք պատկերացնի ու մասնավորապես որ կարողացել եմ բոլորը գնել ու իդեպ նշեմ, որ ընդամենը 5 րոպե եմ հերթ կանգնել, երևի շատ շուտ է եկել դրանից էր կամ ուղղակի վատ եղանակով էր պայմանավորված, ամեն դեպքում Աստծուց էր բախտս բերեց 5 րոպեում մտա, գնեցի եւ դուրս եկա։ Եկեք հիմա հանենք ու տեսնենք ինչեր են վերցրել, բնականաբար անձեռոցիկ են տվել, ես նաև ուզեցի դանակ պատարագաղներ, որտեղ մտածեցի մարդես կարող է պետքա ավելի լավ է թող լինի, ասեմ որ տոպրակը բավականին ծանր է, մենակ տեսնեք ինչպես է ինքը մեջը դասավորված, սենց երկու հարկով է դասավորված, որպիսի իրար չկպչեն եւ մեկը մեկին չփչացնի, իրականում ես առաջին անգամ եմ նման փաթեթավորում տեսնում ու շատ հաճելի զարմացած եմ անկեղծ ասած, Մալադեց։ Ուզեցի ձեզ ցույց տամ, որ պատկերացնեք ինչի նկատի ունեմ երկու հարկով դասավորած, նայեք, այսպես դրված են եւ այստեղ որ բարձացնեմ, տակը մյուսներն են դրված։ Տեսնում եք ինչպես ամեն դետալ հաշվարկված է, ու նայեք տոպրակների մեջ էլ ծակեր կան, մեջն էլ sense ցելոֆան է հատված է, ծակեր կան, որպեսզի շնչի, որպեսզի չքրտնի եւ չփակվի։ Ամեն դետալ լրիվ հաշվարկված է։ Հիմա արդեն տեսակ մեջը ինչպիսին է, հիմա եկեք հանեմ մեջից ու ձեզ ցույց տամ, ոյ, այնքան դժվար է ստացվելու։ Վերցրել եմ պան ու շոկոլադ, որի դեպ դեռ տաք է եւ ֆլան, որը նույնպես դեռ գոլ է, միացել է նայեք այս գեղեցկությանը։ Հիմա հանենք մյուսները։ Դեք հատիկ անեմ, սա շոսոնոպոմն է, հա խնձորովը որտեղ նաև ասեցին դարչին կա, ինքը փոքրիկը, բայց այնքան ծանր է։ Սա կլասիկ կրուասանը, որը վերցրել եմ եւ վերցրել եմ իր պան սվիսը, մի հատ մեծությունը խնդրում եմ էլի, զգացեք, այսքան վերցրել եմ 5 տեսակ, ամբողջը ինչ առկա էր խանութում, բնականաբար կար համորեղենը, բայց քանի որ ես այսօր եկել էի փորձելու հացաբուլկեղեն, վերցրել եմ ամբողջ հացաբուլկեղենի տեսականին ու բոլորը գոլ են, լրիվ թարմ, խրխրտ, արդեն զգում եմ, անցնում ենք փորձելու։ Եկեք հենց առաջինը սկսենք կլասիկայից կրուասանից, որովհետև սա ամեն ինչի հիմքն է, հա, տեսնենք լավն է, թե չէ խրխրտիկությունը մի հատ զգացեք, կծում եմ, էլ չեմ դիմանում։ Ուղղակի անմահական է, մի հատ խնդրում եմ ծակոտկենությունը նայեք մեջի ու այո, հենց ամենակարևորը կրուասանի մեջի ծակոտկենությունն է, որովհետև վրայից շերտել մենք կարող ենք ստանալ, բայց եթե ճիշտ տեխնոլոգիան չպահպանենք, միջուկը կլինի բուլկիա նման, իսկ եթե ճիշտ է, ապա պետք է լինի այսպես ծակոտկեն, ու ինք ուղղակի իդեալական է, լավ թխված է, կարագի համը շատ լավ զգում ենք, որակյալ կարագի ու ասեմ ձեզ, ինքը բավականին է ծանր է, եթե չգիտեք ասեմ, կլասիկ կրուասանը մոտավորապես 50-55 գրամ է լինում, այստեղ ինձ թվում է մոտավորապես 60-70 գրամ հաստատ կլինի, չափսը շատ լավն է, այնպես որ եթե մեկ կրուասան վերցնեք մեկ բաժակ սուրճով,
լրիվ իդեալական կլինի, գնահատում եմ 10-ից 10, շատ լավն է, հաստատ արժի։ Անցնում ենք մյուս կլասիկային, պանո շոկոլային, մի հատ գեղեցկություն էլի խնդրում եմ, սա էլ բավականին ծանր է, դեռ տաք է։ Պանո շոկոլադը սովորաբար 70-75 գրամ է ստացվում։ Հիմա կծեմ տեսնեմ ինչպիսին է։ Միակ բանը երևի թե որ ես այդքան չեմ նախընտրում, երբ որ շոկոլադը այսպես մեջտեղից է լինում, զուտ նրա համար, որ երբ որ կծում ենք կողքերից, դեռ շոկոլադին չենք հասնում, հա, պետք է մեջտեղից ուտենք, որ հասնենք։ Բայց եթե ինքը կրուասանի խմորն է, իսկ սովորաբար կրուասանի խմորից է եւ համեղ է, ոչինչ, դա համար ես եկեք կծեմ մեջտեղից։ Նայեք, լավ դառը շոկոլադ է միջուկը, որակյալ շոկոլադ է, բայց ասեմ բավականին դառն է։ Կլասիկայում սովորաբար այսքան դառը չի լինում։ Ինքը դառը շոկոլադ է ինձ դուր է գալիս, բայց եթե դուք շատ դառը շոկոլադի սիրահար չեք, ձեզ համար մի քիչ ավելի դառը կլինի, երևի դուք նախընտրեք ավելի շատ կրուասանը, բայց անմահական է, ուրիշ բան չունեմ ասելու։ Կրկին 10-ից, չէ, 10-ից 10 չեմ տա, կտամ 10-ից 9, միայն նրա համար, որ շոկոլադը փաստորեն ունենում ենք միայն մեջտեղի հատվածում, իսկ կողքերի հատվածում չունենք շոկոլադ, դա էլ ուղղակի sense փոքրիկ նյուանս, դրա համար 10-ից 9, թե չէ եթե դրան հաշվի չառնենք, հաստատ 10-ից 10-ը։ Հաջորդը արդեն ուզում եմ փորձել այս շոսոնոպոմը, եթե չգիտեք կամ չեք հիշում, ասեմ, որ շոսոնոպոմը ինչ է իրենից ներկայացնում, շերտավոր խմոր, որի մեջ լինում է խնձորի կոնֆիտյուր, հա, պյուրե, դեպքեր է լինում, որ նաև խնձորի կտորներով, ինքը կլասիկ տեսքը սենց կիսա լուսնաձև ինչ որ հետաքրքիր ձև է ունենում, կիսա կլոր ավելի ճիշտ, սա ինքը ավելի վերանայել է, նոր ձևով է մատուցել։ Ես կարծում եմ մեջը նաև նուշի կրեմ կա կամ պնդուկի, չգիտեմ, հիմա կփորձենք, ասեցին դարչին էլ կա։ Հիմա տեսնենք ինչպիսին է, չգիտեմ, կծեմ, թե իրեն կտրեմ մեջտեղից, որպեսզի տեսնենք, լավ, եկեք կծեմ։ Նայեք, ինչպես ասում էի, մեջը խնձորի կտորներ էլ կան։ Դարչինը զգում ենք, ճիշտ է շատ ուժեղ չի, բայց զգում ենք հաշվի առեք, եթե դարչին բացարձակ չեք սիրում կամ ալերգիա ունեք, մի վերցրեք իր այս շոսոնոպոմը, խնձորով շոսոնը, որովհետև դարչին կա մեջը, առանց դարչինի ինքը չի անում, միայն դարչինով։ Այնքան նուրբ է, խնձորներն էլ մեջի նայեք ինչքան լավն են, շատ համեղ էլ, էլին հավանեցի շատ, կրկին կգնահատեմ 10-ից 9, միայն երևի նրա համար, որ այս տակը զգում եք, մի քիչ խմորը հաստ է, թե չէ ինքը իդեալական է ու մեկ է երևի թե զուտ չափսի համար, որովհետև ըստիս մի քիչ փոքրիկ է ինքը, հատկապես գնի առումով գները կգրեմ, որովհետև հիմա չեմ հիշում անհատական ինչքան եմ վճարել, գիտեմ, որ այս բոլորին 5 տեսակին վճարել եմ 42 եվրո, համոզված եմ բոլորդ կասեք, օ ինչ թանկ է հացաբուլկեղենի, այո, շատ թանկ է հացաբուլկեղենի համար, բայց դա ինչ ենք ուզում։ Սեդրիկ Գոլենա, իր գները այսպիսին են, որակը, պրեստիժը, լյուքսը, թանկարժի, ինքը լյուքսի դասին է պատկանում, այնպես որ իր համար ինքը նորմալ գին է, հետևաբար կուզենայի, որ գոնե մի քիչ մեծ լիներ, բայց լավն է, շատ հավանեցի, ես էլ դարչին սիրում եմ ընտիրա։ Եկեք, ես պան սվիսը փորձենք, ֆլանը թողնում եմ վերջում, իմ ամենասիրելինա թողնում եմ վերջում, եթե անկեղծ այս պան սվիսը հանգիստ 2 հոգի կուտի հավաստիացնում եմ, մեծությունը զգում եք, չի ասենք պան շոկոլայի հետ համեմատած, մի հատ տարբերությունը զգացեք, էլի ծանրության մասին էլ չեմ խոսում, ինքը շատ մեծ ու ծանր է, բայց նայեք բավականին լցոնած է, հիմա սա էլ կգծեմ, որ տեսնենք ինչպիսին է, պան սվիսն էլ ասել եմ կրուասանի նույն խմորն է, մեջը լինում է եփովի կրեմ և շոկոլադի կաթիլներ, սա այս դեպքում ոնց որ հենց կլասիկա էլ կա, այնպես որ անցանք փորձելու։ Նո, վանիլի հատիկներ եմ տեսնում։ Շատ համեղ պան սվիս է։ Հիշում եք Մաքսիմ Ֆրեդերիկի մոտ էլ շատ հավանեցի, ինքը շատ լավն էր, ուղղակի իրանք տարբեր են։ Այնտեղ նորովի մոտեցմամբ էր, հա որի մեջ կար նաև գանաշ,
Կրեմը շատեր այստեղ կլասիկան է, բայց շատ լավ ռեալիզացված, իդեպ նայեք միջուկը, չգիտեմ նկատում եք թե չէ, վանիլի հատիկները վանիլային կրեմի մեջ ու ասեմ, չնայած որ շոկոլադի առկայությունը բավականին է, վանիլը զգում ենք ընտիրա, ուղղակի ընտիրա, բայց ես երևի, եթե աղջիկներով եք, մեկը վերցրեք, երկուսիդ համար լրի վերի կլինի, անդ կամ եթե շատ սոված եք, հա ուզում եք քաղցրով ուղղակի ուտեք կշտանաք, հա մի հատ կուտեք, ջաշի տեղ կշտանաք, իսկ եթե ուղղակի վայելելու համար, մեկը երկուսիդ համար բավական է, 10-ից 10 ուրիշ չեմ կարող տալ, էլի եմ ասում ես ասելու եք ամեն ինչի լավ բարձր է տալիս, բայց եթե համեղ է, ոչինչ չեմ կարող ասել, եթե ճիշտ ռեալիզացված է, եթե պրոֆեսիոնալիզմը կա ու ես չէ, որ պետք է իր պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ դնեմ, հատկապես որ փաստը կա եւ շատ համեղ է որպես բառող, ես շատ հավանում եմ ինքը համեղ է, ուրիշ չեմ կարող ասել 10-ից 10 եւ վերջացնում ենք իր ֆլանով մի հատ նայեք վանիլի հատիկների քանակությունը այնքան լավ բուրումո չեք պատկերացնի ես այսպիսի ֆլան նմանատիպ խմորով փորձել եմ երբ որ բղոտան էինք գնացել ամառու ես ձեզ համար նաեւ ցույց տվել եմ անպայման նա էլ շատ լավ էր ռեալիզացված, իսկապես շատ համեղ էր։ Հիմա կտեսնենք սա ինչպիսին է, լյուքս ֆլանը ինչպիսին է։ Գիտեք, կլասիկ ֆլանը շերտավոր խմորով է կամ շատերը պատրաստում են նաև տարտի խմորով, ինչպես ես, որը նախընտրում եմ բարձր, այստեղ ինքը նախընտրել է այսպիսի շերտավոր խմոր, ինքը ավելի շատ կրուասանի խմորի նման խմոր է ու կրեմը տեսնենք լավ թխված է, խրխրթ է, կարևորը սա է, հիմա մնում է համատեսնենք, փորձեմ։ Ինքը կրուասանի խմոր չի, հետաքրքիր շերտավոր խմոր է, նայեք այնպես տպավորություն է, որ ցոր շերտերը առանձին են, հա, դրել ֆիլոյի խմորի նման, բայց ֆիլո էլ չէ։ Շատ համեղ է, եկեք մի քիչ էլ կծեմ, որ մեջտեղի կրեմին լավ հասնեմ, որպեսզի անկեղծ ասեմ։ Անհարմար է, լավ փշրվում է։ Բայց դուք իմ նման չուտեք, էլի սիրուն իրենք տալիս են դանակ պատարակախ, կարող եք այդպես ուտել։ Շատ համեղ պլան է, բայց ոչ ավելի։ Որպեսզի ճիշտ պատկերացնեք, ասեմ, որ ես ավելի համեղ ֆլաններ եմ կերել։ Հենց մեկը բուլոնժի Պարի-Ինտկոյի ֆլաններ է, որը ըստ իս շատ ավելի համեղ են քան այս ֆլանը ու կրեմն էլ իրա, չգիտեմ, մի տեսակ այդքան էլ չհավանեցի, համեղ էր, բայց վաու չէր իմ համար, ես երևի իրան կտամ 10-ից 7, ըստ իս խմորը մի քիչ շատ էր, միջուկն է խմորի համեմատ երևի թե ավելի քիչ, այսինքն դուր կգա այն մարդկանց, ովքեր սիրում են ֆլան, բայց որ կրեմային մասը շատ չլինի։ Ես սիրում եմ կրեմայինը շատ, եթե կրեմայինը համեղ է, դրա համար մի քիչ սպասումներս ավելի շատ էին, մի փոքր հիասթափվեցի այս առումով, դրա համար կտամ 10-ից 7 վատը չի, բայց վաու էլ չի։ Ահա, այսպիսին էր իմ այսօրվա համտեսումը, ասեմ, որ ես շատ գոհ եմ, ընդհանրապես հիասթափված չեմ, որովհետև բոլորն էլ համով էին, հա, արժանի էին, դե իմ ֆավորիտները կլասիկաներ, կրուասանն ու պան շոկոլադն, այդ ուղղակի աչքներդ փակ կարող եք վերցնել եւ ուտել, ու կարծում եմ, որ այո, հաստատ արժե հերթ կանգնել եւ գնել, ճիշտ է, շատ դժվար կարող է լինել, կարող է շատ երկար լինել, բայց դե այդպես է, եթե ուզում ենք համեղ բան գնել, եթե ուզում ենք լյուքսից օգտվել, պետք է նաև սպասենք, այնպես որ ես ձեզ անպայման խորհուրդ կտամ Փարիզ այցելելու դեպքում չհապաղեք եւ գնաք փորձեք իր հացաբուլկեղենը, ուղակի իմացեք, այն արկա է մինչեւ առավոտյան 11:00-11:30, հա, օրվա մեջ արդեն հնարավոր չի լինելու գնել, այնպես որ պետք է շուտ գաք Իսկ ինչքան շուտ գաք, այնքան հերթերն էլ քիչ կլինեն, այդ էլ հաշվի առեք ու ամենակարևոր փաստը նաև այն է, որ կարող եք նաև ինտերնետով պատվիրել եւ գալ ուղակի վերցնել եւ գնալ։ Իհարկե իր սրճարանն էլ կա կողքից, բայց դա առանձին ռեզերվացիայով է, որտեղ կարող եք գալ նախաճաշել, թիթայմ անել ու խնդրում եմ ակտիվ եղեք, եթե ակտիվ լինեք եւ ցանկանաք, անպայման կգնանք իր թիթայմն էլ կփորձենք միասին։ Ես միշտ պատրաստ եմ այսպես հաճելի զոհաբերվել ձեզ համար, այնպես որ ակտիվ եղեք, լայքեք, կոմենտներ գրեք, բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք նորանոր վիդեոները, նորանոր հասցեներ, նորանոր համտեսումներ, ես ձեզ շատ եմ սիրում,
պաչիկներ եմ անում ու մինչ նոր համտեսում